Պատերազմները ըստ էության կարելի ասել երբեք չեն վերջանում։ Դա կա, իհարկե։ Այդ առումով ցանկացած հաջողություն կարելի է վերագրել չպարտվել։ Ես չեմ ուզում 90-ականները մենք զուտ չպարտվել ֆիքսենք։ Քարորյան կանանք, հետո խոսենք քարորյայի մասին, այդ բանով խոսանք։ Դա ընդհանուր պատերազմի մի հատված էր, որտեղ մենք գրավեցինք Շուշին, մենք ազատագրեցինք Արցախի հարակից շրջանները, բուֆերային գոտի ստեղծեցինք ու սկսեցինք, չգիտեմ ինչ անել։ Դե եկեք մի քիչ ավելի լուրջ նայենք այդ ամեն ինչի վրա։ Կարող է մենք կորցրեցինք Գետաշենը, կորցրեցինք Շաումյանը, կորցրեցինք Միջև հասկացանք, որ պետքա կռիվ տանք։ Չէ, կորցրեցինք Հադրութի շրջանի կեսը, չէ, կամքի վրա կորցրել այդ ամեն ինչը։ Հադրութի կեսը կորցրեցինք, Ասկերանի մի հատվածը, հետո նվաճեցինք, հետ վերցրեցինք Իվանյանը, թուրքը ասում է Խոջալու, վերցրեցինք Շուշին, հետո կորցրեցինք ամբողջությամբ Շաումյանը, առեսօր տենց դեպք չեղավ, որ հետ վեկալենք, կորցրեցինք Մարտակերտի մոտավորապես 70%-ը, Մարտակերտի շրջանի, Ասկերանի շրջանի մոտ 30%-ը, Մարտունուց մի քիչ, Հադրութի շրջանից մի քիչ, դա 92-ին, 93-ին այդ այն ինչ որ կորցրել ենք 91-ին, կորցրել ենք, վերականգնեցինք որոշ մասեր, 93-ի գարնանը ազատագրեցինք ամենավերջում հայաթափված, ասենք, մինչև այս դեպքերը Քարվաճառի շրջանը, եթե մյուս շրջանները հայաթափվել էին 1600 թվականներին, այդ թվում նաև Գեղարքունիքը, եթե 1700 թվականների սկզբին, Քարվաճառը հայաթափվել է 1757 կարծեմ թվականին, երբ որ Սավդովկի իշխանը, ասենք, հավաքեց արդեն ամբողջությամբ շրջապատված քրդական եւ թուրքական ցեղերով, մոտ 50 տարի այդ վիճակով մնաց, միջև Նարեշտարի ճանապարհներն էլ փակվավ ու ինքը ստիպված եղավ իր զորք հավաքի եւ դուրս գա։ Այդ Քարվաճառը 93-ին վերցրեցինք։ Հետո 93-ին հետ վերցրեցինք այն տարածքները, որ այտենց էլ հայկական անուն չդրինք, Հորադիզը։ 93-ի դեկտեմբերին հանձնվեց Օմարը, հանձնվեց Հորադիզը, 94-ի փետրվարին հետ վերցվեց Օմարը, Քարվաճառի այն հատվածը, որ իրանք լավ սիրուն ձևով, ասենք, մեր ստերեոտիպները, ասենք, պատերազմող թուրքի վերաբերյալ ոտնատակ անելով գրավել էր Քարվաճառի մի հատված, Օմարի հետ միասին։ Մենք էդի 94-ի ձմռանը վերցրեցինք հետ, Հորադիս կայարանը, ինչը շատ ավելի կարևոր էր, քան պասյոլոկը, թողինք թուրքին ըտենցել, մի կերպ ապրելին կարծեմ, 90 թե մարտին 94-ի վերցրեցինք պասյոլոկը։ Ինչ ասեմ, դա այդ հաղթանակը, հա։ Ես ուրիշ տրամաբանության մեջ եմ ուզում ես ամբողջ ոչ թե քրոնիկայի մեջ եմ տանում, այլ ինչով է պայմանավորված մեր հաջողությունը, մենք հաջողեցինք շատ առումներով։ Մարզվելով։ Մարզվելը չի որ շատ մարզված ենք այդ մարզված։ Փախչելու տեղ չկա։ Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին։